Հանուն Հոր եւ Որդու եւ Հոգու Սրբո ամեն։ Ծածուկ ոչինչ չկա, որ չհայտնվի, ոչ էլ գաղտնի բան, որ չիմացվի եւ ի հայտ չգա։ Այսուհետև զգուշ եղեք, թե դուք ինչպես եք լսում, որովհետև ով որ ունի, նրան պիտի տրվի, իսկ ով որ չունի եւ այն ինչ որ նա կարծում է, թե ունի, կվերցվի նրանից։ Նրա մոտ եկան իր մայրն ու եղբայրները եւ չէին կարողանում նրան մոտենալ բազմության պատճառով։ Իմաց տվեցին նրան եւ ասացին. «Քո մայրն ու քո եղբայրները դրսում կանգնել են եւ ուզում են քեզ տեսնել»։ Եվ նրանց ասաց. «Իմ մայրը եւ իմ եղբայրները սրանք են, որ Աստծո խոսքը լսում են եւ կատարում»։ Չկա ծածուկ բան, որ չհայտնվի եւ գաղտնի բան, որ չիմացվի, ի հայտ չգա։ Ինչ ասել է ծածուկ։ Ծածուկ նշանակում է թաքցրած, որ ծածկել ենք, թաքցրել ենք, որ չիմանան։ Աշխարհում շատ թաքցրած բաներ կան, որոնք բացահայտվում են։ Օրինակ, երկրի ընդերքում բազմաթիվ թաքցված օգտակար հանածոներ, գանձեր կան, որ մի օր մարդը գտնում է բացահայտում է։ Տիեզերքում շատ մարդուն անհայտ թաքցված բաներ կան, որ կամաց մարդ բացահայտում է։ Մի փոքրիկ առակ եմ ուզում պատմել, ասում է հեթանոս աստվածները ասեցին երջանկությունը բերեք այնպիսի մի տեղ թաքցնենք, որ մարդը չկարողանա գտնել։ Մեկ առաջարկեց բերեք օվկիանոսի ամենախորը անդունդների մեջ թաքցնենք։ Մյուսն ասեց չէ, ասեց մարդը մի սարք կհնարի կմտնի այնտեղ, ընդեղից կգտնի կհանի։ Մյուսն ասեց բերեք հեռավոր տիեզերքում աստղերից մեկի վրա թաքցնենք, ասեց էդ էլ մարդը մի օր հասնելու է դրան, գնալու է հասնելու է այնտեղ գտնելու։ Եվ մի իմաստուն տարեց չաստվածներից հեթանոս, ասեց ես գիտեմ ուր պիտի թաքցնենք, որտեղ մարդը երբեք չի գտնի։ Բերեք մարդու ներսում թաքցնենք, իր սրտի մեջ։ Մարդը անընդհատ սկսելու է դրսում երջանկություն փնտրել, բայց երբեք իր ներսը չի նայելու ու չի գտնելու այդ երջանկությունը։ Ուրեմն ամենածածուկ տեղը, որ կարելի է բան թաքցնել, մեր ներսն է, մեր հոգին է, մեր սիրտն է։ Եվ ավետարանն ասում է չկա ծածուկ բան, որ չհայտնվի։ Մեր հոգում թաքցրած բաները ոչ մի մարդ կարա չիմանա։ Եթե մենք չբացվենք, ամբողջ կյանքում էլ կարող է չիմանան, այտենց էլ մեր հետ տանենք։ Բայց մեկը կա, որ գիտի։ Աստված գիտի։ Աստծուց ոչինչ հնարավոր չի թաքցնել եւ Աստծուց հնարավոր չի ոչինչ ծածկել։ Դրա համար ասում է Աստված մարդկանց պիտի դատի իրենց սրտի ծածուկ խորհուրդների համաձայն։ Մենք արտաքին մեր կեցվածքով, մեր գործերով, մեր արարքներով, մեր ընթացքով կարանք բարեպաշտ ձևանանք։ Կարանք արտաքնապես մեծ ճիքեր գործելու պարագային մեղք չգործել, բարի թվալ, ամեն ինչ, բայց սրտի մեջ ինչ ենք, այս շատ դժվար է իմանալ։ Եվ ամենադժվարը էսա, դրա համար բոլոր եկեղեցական հայրերը, ճգնավորները, վանականները, սուրբերը ասում են ամենադժվար պատերազմը խորհուրդների պատերազմն է, որ մարդը կարողանա իր ներսը մաքրի, իր սիրտը մաքրի, իր հոգին մաքրի, իր ներաշխարը մաքրի, որպեսզի ներսը չարը չլինի, ներսը բարին լինի։ Այս շատ դժվար է, բայց շատ կարևոր բան է, որտեվ ստեղ է ամեն ինչ թաքնված։ Ասում է սրտով մաքուրներն են, որ Աստծուն պիտի տեսնեն, ավետարանն ասում։ Ով կարողացավ այս կյանքի ընթացքում իր ներսը մաքրել, իր սիրտը մաքրել, նա պիտի Աստծուն տեսնի։ Իսկ մեր ներսը, մեր սիրտը մեկ մենք գիտենք ինչ կա ներսում, մեկ էլ Աստված գիտի, ուրիշ մարդ չգիտի։ Ուրիշ մարդիկ կարող են միայն կռահել կամ մեր արարքներից, մեր խոսքերից քիչ թե շատ ինչ որ մի բան հասկանալ։ Բայց շատ կարևոր է այդ ծածուկը մաքրելը, որտեվ դա մեկը պիտի բացահայտվի, դա ի հայտ պիտի գա, բոլորը պիտի իմանան։ Եթե ոչ է աշխարհի մեջ,
Գոնե Աստծո դատաստանի ժամանակ անպայման պիտի բացահայտվի։ Ուրեմն ինչ անենք։ Մտածենք դրա մասին։ Մտածենք մեր ներսը, եթե մեր ներսը կարողանանք մենք մաքրել, աշխատել այդ ուղղությամբ, այսինքն չար խորհուրդներ, չար մտքեր, չար ծրագրեր հանենք մեր մեջից։ Հենց մենք մեզ բռնացնում ենք չարի վրա, սկսենք աղոթել, խնդրել։ Ես փոքրիկ օրինակ կբերեմ ձեզ իմ կյանքից։ Մի հոգևորական կար, մեղքս չեմ թաքցնում, խոստովանում եմ բոլորիդ առաջ, որ ես այդքան էլ չէի սիրում այդ հոգևորականին։ Հա, որտեղ միշտ կծու բաներ էր ասում, կծում էր, տենց վիրավորում էր, բաներ անում։ Արտակնապես ցույց չէի տալիս, բայց սրտիս մեջ իր նկատմամբ հակակրանք ունեի։ Եվ մի օր, շատ տարիներ առաջվա բան եմ ասում, լսեցի, որ այդ մարդուն մի վատ բան է պատահել։ Եվ այդ բոլորի հետ միասին ում հետ կանգնած էի, արտակնապես այդպես ցավ հայտնեցինք, ասինք, վա, ինչ վատ բան է եղել բան։ Ու ես մտքիս մեջ մտածեցի, բա տենց էլ պիտի լներ իրան, բա ուրիշ ոնց պիտի լներ իրան։ Ու ես ինձ բռնացրեցի այդ չար խորհրդի վրա, որ մարդու այդ վատ բան է եղել, ես էլ ասում եմ, բա տենց էլ պիտի լներ իրան։ Ու շատ ինքս իմ մեջ, ոչ մեկի չիմացավ, ինքս իմ մեջ շատ ամաչեցի, իմ ներքին ծածուկ մտածումների համար, և որոշեցի աղոթել այդ մարդու համար։ Եվ բավականին երկար ժամանակ ամեն օր իմ աղոթքների մեջ հիշում էի այդ մարդուն, մինչև սրտիցս այդ չար վերաբերմունքը, այդ բացասական վերաբերմունքը անցավ այդ մարդու նկատմամբ։ Եվ հիմա չկա։ Այդ չար վերաբերմունքը չկա։ Այսինքն փորձեցի այդ մի բիծը, այդ մի արատը, այդ մի չար բանը հանել իմ սրտից, մաքրել, չարությունը ինչ որ մի անձի նկատմամբ։ Սա շատ կարևոր է, որ մենք փորձենք մեր ներսը մաքրել, որտեղ ասում է ներսից, մարդու սրտից է բխում ամեն ինչ, թե չարը, թե բարին։ Ասում է բարի ակից, բարի աղբյուրից չի կարող չար ջուր բխել։ Այդպես էլ չար ակից չի կարող բարին բխել։ Ուրեմն այստեղ կարևոր խորհուրդ կա, որ մեր ներսը փոխենք և մեր աշխարհայացքը դառնա բարի, դառնա մաքուր, դառնա զուլալ, դառնա լուսավոր, խավարը տեղ չունենա մեր մեջ։ Այդ մեզ է պետք։ Աշխարհին էլ է պետք, մեր շրջապատին էլ է պետք, բայց նախ և առաջ մեզ է պետք։ Որտև այն մարդը, որի ներսը լույս է, որի ներսը բարություն է, ինքը երջանիկ ապրում։ Այն մարդը, որի ներսը խավար է, չարը, ինքը չի կարող երջանիկ ապրել։ Ինքը անընդհատ այդ չարի մեջ է, ինքը ամենուր այդ չարն է տեսնում։ Ինքը ամենուր մութն է տեսնում, ամենուր խավարն է տեսնում։ Իր համար ոնց որ լույս չկա այս աշխարհի մեջ։ Էս էլ լավ չի, այն էլ լավ չի, ստեղ էլ մի բան չկա, ընդեղ էլ մի բան չկա, տրտնջալով, դժգոհելով, տենց չարի մեջ ապրելով, խավարի մեջ ապրելով գնում է մարդը առաջ։ Այնինչ, այս կյանքը կատարյալ պարգև է շնորհված մարդուն։ Մենք, որ ապրում ենք այս աշխարհի մեջ, կատարյալ պարգև ունենք Աստծուց։ Նմանը չունեցող մի գանձ ունենք բոլորս Աստծուց։ Բայց մենք, քանի որ մեր ներսը մաքուր չի, չենք տեսնում այդ գանձը, չենք գնահատում այդ գանձը և ապրում ենք տրտնջալով, դժգոհելով, չարանալով, չարություն անելով, բամբասելով։ Մի ուրիշ առակ պատմեմ։ Մի մուրացիկ նստած է փողոցում, անցորդներից գլխարկը հանելա դրամ է մուրում։ Մի մարդ մոտենում է, ասում է, եղբայր, ես դրամ չունեմ քեզ տալու, բայց մի բան ունեմ ասելու։ Ինչի վրա ես նստած։ Ասում է, արկղի վրա եմ նստած։
ասում է, իսկ դու այդ արկղի մեջ նայել ես, ասում է 30 տարի այս արկղի վրա նստած եմ, ինչ նայեմ, արկղը էլ իր համար գցած։ Չի ասում մի հատ նայ էլի այդ արկղի մեջ։ Այս մարդը զարմանում է, վեր է կենում, արկղի բերանը բացում է նայում է, տեսնում է լիքը ոսկի մեջ է։ 30 տարի է նստած է ու մուրում է, ու չգիտի, որ իր տակը ոսկի է։ Ասում է, բա նայեք ձեր արկղների մեջ, նայեք ձեր արկղների մեջ, այ արկղը ստեղ է, գանձերը ստեղ է, նայեք ձեր ներսը, նայեք ձեր ներսը, որ գանձը գտնեք, նայեք ձեր ներսը, որ ճշմարտությունը գտնեք, որ լույսը գտնեք, որ հարստությունը գտնեք, երկնքի արքայությունից մեջ զգանց կա, Քրիստոսն ասեց, ըստեղ, ընդեղ մի փնտրեք, ձեր ներսում փնտրեք, ներսից պիտի գտնեք այդ, եւ պիտի երջանկանաք, պիտի լուսավորվեք, պիտի բարի դառնաք։ Աստված իրական էս կյանքը հրաշք է, որ պարգևել է Աստված, սրանից մեծ բան չէր կարա լինել։ Եվ ով որ չի հասկանում էս, ինքը ներսը չի նայում, ինքը խավարի մեջ է։ Ասում եմ մի ուսուցիչ նետով կրակել էր սովորեցնում աշակերտին, նետ ձգել։ Եվ ասում եմ մի վարժություն ցույց տվեց, աշակերտը եկավ երկու հատ նետ վերցրեց, որ դնի աղեղի վրա եւ այդ վարժությունը կատարի։ Ուսուցիչը լուր մոտեցավ, նետերից մեկը աշակերտի ձեռքից վերցրեց եւ դեն շպրտեց։ Աշակերտը զարմացավ, ասեց ուսուցիչ, ինչի դու ինձանից վերցրեցիր իմ երկրորդ նետը։ Ուսուցիչն ասում է, ես երկրորդ նետը չվերցրի, ես քեզանից վերցրի առաջին նետը։ Որովհետև երբ որ դու երկրորդ նետ ունես, միշտ հույսը դնում ես երկրորդ նետի վրա, ասում ես, այս առաջինը եթե լավ չկրակեմ, երկրորդը լավ կկրակեմ։ Չէ ասում է, ճիշտ չի տենց։ Դու մի նետ ունես, դու մի հնարավորություն ունես, դու մի կյանք ունես, դու մի կյանքդ փորձիր ապրել ճշմարտապես, դու մի կյանքդ մի օգտագործիր որպես սևագիր, այս մի կյանքը սևագրեմ, հետո կմաքրագրեմ, մենք ինչքան բաներ ենք անում այդպես, մի գործ ենք անում, ասում ենք լավ, հիմա անենք, հետո կուղենք, այս մի անգամը ափալ-թափալ կարդամ Աստվածաշունչը, հաջորդ անգամին ուշադիր կկարդամ, հիմա ժամանակ չունեմ անելու, հետո կանեմ, բայց հետոն լինելու է, հետոն չի լինելու։ Այսինքն կյանքը սևագիր չի, որ մենք սևագրենք, կյանքը մենք մի անգամից պիտի ապրենք, և կյանքը կատարյալ է։ Եթե մենք չենք տեսնում այդ կատարելությունը, ուրեմն մենք ներսը չենք նայել, ծածուկ բաները չենք տեսել, ուրեմն մենք Աստծո հետ չենք, իսկ Աստված մեր մեջ է, Աստծո ներկայությունը մեր մեջ է, Աստված ինքը մեր մեջ դրեց իր ներկայությունը և ասեց երկինքը փնտրեք ձեր ներսում։ Ուրեմն ասում է, ով որ ունի, նրան պիտի տրվի, իսկ ով որ չունի, նրանից ունեցածն էլ պիտի վերցվի։ Ով որ գնահատում է այս կյանքը, որ Աստված մեզ տվել է, և ուրախ է դրա համար, և երջանիկ է, որ Աստված այս կյանքը տվել է, նրան պիտի տրվի նաև հավիտենական կյանքը։ Իսկ ով որ այս ունեցած կյանքը չի գնահատում, տրտնջում ու դժգոհում է, մեղքերի մեջ է, խավարի մեջ է, նրանից հավիտենականությունն էլ պիտի առնվի։ Իսկ ես վստահ եմ, չեմ հասկանում, քավ լիցի, որ հասկանամ, ես ով եմ, որ հասկանամ, չհասկանալով հանդերձ և վստահ եմ, որ ամեն մարդուն Աստված տվել է կատարյալ ամեն ինչ, որ իրան պետք է։ Նույնիսկ այն մարդկանց, որ թվում է, թե Աստված ինչի է այս մարդկանց սենց արել, ինչի է այս մարդը խելապակաս ծնվել, ինչի է այս մարդը հաշմանդամ ծնվել, ինչի է այս մարդը սենց ստեղծվել, որտև Աստված չի կարա չար բան ստեղծի, Աստված չի կարող չար բան թույլ տալ կյանքում, Աստված ինչ որ թույլ է տվել, բարի է և բարիքի համար է, Ավետարանն էլ է ասում այդ մասին, երբ որ աշակերտները տեսան իծնե կույր մարդուն, Տիրոջ հարցրին, ասին Տեր, ինչի համար է այս մարդը կույր ծնվել,
Ումն է մեղքը, իրանն է մեղքը, ծնողներինն է մեղքը, ասեց ոչ իրանն է, ոչ էլ ծնողներինն է։ Այս մարդը կույր է ծնվել, որպեսզի Աստծո գործերը սրա վրա երևան։ Աստծո փառքը սրա միջոցով հայտնվի, եւ երբ որ բժշկեց Հիսուս, բոլորը փառավորեցին Աստծուն։ Մենք շատ հաճախ մտածում ենք, որ Աստված մեզ ինչ բաներից զուր կա թողել, այլ ուրիշը ինչ որ շնորներով է ուշտված, մենք օժտված չենք, ուրիշը գեղեցիկ է, ես տգեղ եմ, մեկը բոյով է, ես կարճ եմ, չէ, Աստված բոլորին կատարյալ է ստեղծել, անկատար արարած չկա աշխարհի մեջ, որտեղ մենք Աստծո ստեղծածն ենք, իսկ Աստված չէր կարող անկատար բան ստեղծել, ուղղակի մենք չենք հասկանում, թե ինչի մեջ է մեր խորհուրդը, ինչի մեջ է մեր իմաստը, ինչի համար Աստված մեզ այդպես արել։ Ասում եմ մի մարդ ամեն օր գնում էր աղբյուրից ջուր էր բերում, 2 կուժ ուներ։ Կուժերից մեկը ամբողջական էր, մյուսը ճաքած էր։ Եվ այդ ճաքած կոզյով միջև ջուրը բերում էր, կատ, միջև հասնում էր տուն, կուժը կիսվում էր։ Եվ մի օր այս ճաքած կուժը ասեց, Տեր, ես երևի անպետք եմ։ Տերն ասեց, չէ, դու անպետք չես։ Արի հələ մի հատ հետ նայենք, այն ճանապարհը, որով գալիս ենք, քո կաթած տեղերում ծաղիկներ են աճել։ Այսինքն անպետք բան չկա Աստծո համար։ Նույնիսկ ճաքած կուժը, նույնիսկ կիսատ մարդը Աստծուն պետք է եւ Աստծո փառքի համար է։ Եվ Աստված ամեն մեկի միջոցով անելիք ունի եւ գործ ունի։ Ուրեմն պիտի մենք միշտ փառավորենք Աստծուն եւ գնահատենք այն ինչ որ ունենք, ինչի մեջ որ կանք, ինչ ունենք, հիվանդություն ունենք, փառք տանք Աստծուն, սոված ենք, փառք տանք Աստծուն, բանտում ենք, փառք տանք Աստծուն, ծերանոցում ենք, մանկատանն ենք, հիվանդանոցում ենք, փառք տանք Աստծուն, ամեն իրավիճակների մեջ փառք տանք Աստծուն, որտեղ Աստված ամեն ինչ մեր բարիքի համար է տվել։ Եթե մենք չհիվանդանանք, չենք ասի մեղա քեզ Տեր Աստված։ Եթե մենք բանտում չգտնվենք, շատ բաներ չենք հասկանա։ Մարդկանց նույնիսկ եթե ապորենի բանտարկում են, ապորենի հանցանք չի գործել, այս օրերի մեջ շատ կա տենց բաներ։ Մարդը հանցանք չի գործել, բայց բանտ են տարել։ Պատահել է, որ խոսել եմ հետները։ Ասում եմ, Տեր հայր, գիտես, ես գիտեմ, որ հիմա ինձ հենց ընենց են, բայց ես ստեղ այնքան ժամանակ ունեցա մտածելու, որ ես այնքան մեղքեր ունեմ, որոնց մասին ժամանակ չեմ ունեցել ու չեմ մտածել։ Հիմա փառք Աստծո, որ ես ժամանակ ունեմ անդրադառնալու դրանց, մտածելու դրանց մասին, աղոթելու դրանց համար։ Ուրեմն, ով որ ունի, այսինքն գնահատում է այն ինչ որ Աստված իրան տվել է, Աստված ավելին է տալու։ Իսկ ով որ չի գնահատում իր ունեցածը, էդ էլ է կորցնելու։ Հիշենք այս բանը։ Եվ վերջի հատվածը ասում է, եկան Հիսուսի մայրն ու եղբայրները, գիտեք, որ Հիսուս Մարիամ Աստվածածինը միածին որդի ուներ, մեկ Հիսուս Քրիստոս։ Եղբայրներ կոչվածը Հիսուսի ազգականներն էին, որոնց ավետարանը հրեա իրականության մեջ այտենց էր։ Ազգականներին եղբայրներ են կոչում։ Ուրեմն եկան Հիսուսի մայրն ու եղբայրները եւ ուզում էին Հիսուսին մոտենալ, բայց ամբոխի պատճառով չէին կարողանում։ Եվ երբ Հիսուսին այս մասին ասացին, քո մայրն ու եղբայրները դրսում են, ուզում են քեզ տեսնել, Հիսուսն ինչ ասեց, ասաց. Իմ մայրն ու եղբայրները նրանք են, սրանք են, որոնք լսում են Աստծո խոսքը եւ կատարում։ Այսինքն բոլոր այն մարդիկ, ովքեր հավատում են Տեր Հիսուս Քրիստոսին, ովքեր բաց են սրտով, ականջով, աչքերով, իրենց ամբողջ էությամբ ընկալելու, լսելու Աստծո խոսքը եւ այդ խոսքի մեջ ապրելու, նրանք համարվում են Քրիստոսի մայր, եղբայր, քույր, ազգական բարեկամ, այսինքն աչառություն չկա։ Քրիստոս բոլորին է ընդունում որպես իր եղբայրներ եւ իր մայրերի, քույրեր, իր հարազատներ։ Ոչ մեկիս համար փակ չի այդ դուռը, մի բան է պետք, ինչ անել։ Մենք էլ բացվենք Աստծո առաջ։ Մեր ներսը նայենք, ծածուկների հայտ բերենք։ Աստծով ապրենք։ Բա հիմա մեկը կարող է մտածի, Տեր այր, այնքան սիրուն բաներ ներկայացիր, բա ինչի այսքան
չարիքը շատ մեր շրջապատում աշխարհի մեջ։ Մի հատ պատճառ ունի, անաստվածությունը, անհավատությունը։ Աստծուն թողել ենք, գանձը թողել ենք, երջանկությունը թողել ենք, որ մեր մեջ է թաքնված, ուրիշ տեղեր ենք փնտրում այս ամեն ինչը, չենք գտնելու երբեք։ Աստծուն թողած աշխարհի մեջ ինչ որ բաներ ենք փնտրում, չենք գտնելու, չկա, այս աքսիոմա է, իմացեք։ Ինչպես աքսիոմա է հավերժական շարժիչը, հա, որ մարդիկ դարեր շարունակ գլուխ են կոտրում հավերժական շարժիչ ստեղծելու համար։ Հա, ովքեր դպրոցական ֆիզիկան հիշում են։ Հնարավոր չի այդ բանը։ Ալքիմիկոսները փորձում էին մի երկու նյութ իրար հետ խառնելով ոսկի ստանալ եւ դարեր շարունակ դրա վրա աշխատում էին։ Հնարավոր չէր։ Տեսականորեն հնարավոր չի, որտեղ ոսկի նյութ է։ Եթե այդ նյութը չկա, դու ուրիշ նյութերով չես կարա ոսկի ստանաս։ Ճիշտ այդպես էլ Աստծուց դուրս առանց Աստծո չկա կյանք, չկա երջանկություն, չկա լույս, չկա սեր, չկա բարություն։ Այս աքսիոմա է, պիտի իմանանք։ Եվ այն բոլոր վատ բաները, որ կա աշխարհի մեջ, անաստվածության արդյունքն է եւ անաստվածության հետևանքն է։ Այսօրվա մեր վիճակն է անաստվածության արդյունքը եւ անաստվածության հետևանքը։ Ուրեմն ինչ անենք։ Մեր ներսը նայենք, մաքրենք մեր ծածուկները, գնահատենք Աստծո տվածը եւ Աստծուն փառք տալով ապրենք մեր կյանքը։ Թող Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը ամենքիս հետ լինի, ամեն։